Ոչ մի պատասխան չկա։ Ոնց որ արհամարած լինել է կոպիտ ասած։ Արջուտի ոսկու հանքի աշխատակիցներն անցած 2 տարիներին առաջին անգամ կտրուկ պահանջներ են ներկայացնում իրենց գործատուին, պատճառը չբարձրացող աշխատավարձերն են ու հավելյալ աշխատաժամերը։ 2 տարի գործող հանքավայրի տասնյակ աշխատողներ արդեն մի քանի օր գործի չեն գնում։ Նրանք հանքի ղեկավարությունից պահանջում են այնինչ վաղուց էր խոստացվել՝ արժանապատիվ վարձատրություն եւ օրինական աշխատաժամանակ։ Խոստումներ, որ մնացել են օդում, ինչպես հանքափորների թոքերում նստած փոշին։ Օրինակ մենք պայմանագրում ստորագրել ենք, որ 36 ժամ է, որ մենք պետք է աշխատենք շաբաթական, բայց աշխատում ենք 48 ժամ։ Այդ մեր շաբաթական 12 ժամերը կորում է։ Աշխատավարձներից քիչ է, 150,000, իսկ բայց մենք այնտեղ 12 ժամ աշխատում ենք 2-ը մենք։ Ու հետո այդ ասենք ժամ թույնի մեջ, այդ մենք ամսաղս է գիրենք։ Հարցը մեր աշխատավարձն է, որ բարձրացնեն տան մեր աշխատածի գումարը, որ մենք աշխատում ենք 12 ժամյա, որ պետք է աշխատենք 8 ժամ։ Ես բազմազավակ տղա եմ, ունեմ 5 երեխա։ Մեր երեխեքի նորմալ կյանքը բարելավելու համար 2 կոպեկ ավել ուզում ենք աշխատավարձ բարձրացնենք։ Ոչ էս հանքի շահագործումն ենք ուզում խոչընդոտենք։ Ոչ էլ ուզում ենք մեր տեղը ուրիշը գնա աշխատի։ Իրանք խոստումներ են չէ տվել, որ դուք աշխատում եք առաջ ամիս փորձաշրջան 150,000, անցնում եք աշխատանքի 160,000, 170 ու շարունակելիք։ Այդ հիմքով ենք մենք աշխատել այդ հույսով։ Եղել է, որ իրանց ասել եք բարձրացնեք խնդիրները։ Բազմիցս ասել ենք այդ հարցով ոչ մեկ ստույգ ոչ մի բան այսօր, վաղը մի ամիս հետո, 10 օր հետո։ Բակտեկ էկոընկերությունը Արջուտի ոսկու հանքի շահագործման լիցենզիան ստացել է 11 տարի առաջ, 25 տարի ժամկետով, սակայն աշխատանքներն սկսել է ընդամենը 2 տարի առաջ։ Այստեղ ոչ միայն արդյունահանում, այլ նաև ձուլում են ոսկին ու արծաթը ամբողջական շղթայով։ Այդ մասին դեռ տարիներ առաջ լրատվամիջոցներին ընկերության տնօրեն Ազատ Վարդանյանն էր ասել. աշխատակիցներն իրենց հաշվարկներն ունեն, եթե մաքուր ոսկի է դուրս գալիս, ապա իրենց աշխատավարձն էլ պետք է դրան համապատասխան լինի։ Մեր հանքում բոլոր process-ը տեղի ունեն, այսինքն հումքի ջարդումից մինչև ոսկու պատրաստի այդ սալիկները։ Հիմա օրինակ դրաբիտում եմ ես աշխատում։ Մաքուր ոսկի են ստանում։ Մաքուր ոսկի են ստանում, հա։ Մենք հասկանում ենք էլի գումար աշխատում են իրանք թե չէ։ Դուք հիմա գործի գնում եք, չեք գնում։ Չենք գնում, ոնց ենք գնում, ոչ մեկն չի գնում։ Բա դրան ոնց են արձագանքում։ Ոչ մի բան։ Այսինքն սենց էլի, չենք եկել, չեք ուզում գործից դուրս եկեք։ Ձեր չի տալի ասма գնա ձեր տուն, այ քեզ բան, չի կարելի։ Ասենք լավ։ Կոնկրետ դուք ինչ գործ եք անում։ Ես ընդի Արին եմ տալի, Քիրա ջան, Արին։ Արինը գիտես չէ որն է։ Վանաձորից 12 կիլոմետր, իսկ Արջուտ գյուղից ընդամենը 5-6 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բաց հանքի սեփականատերը Գրիգոր Բադիրյանն է, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավոր խորհրդականն ու Արդարադատության խորհրդի նախկին անդամը։ Կառավարության դեռ 11 տարի առաջ տված թույլտվությամբ ընկերությունն իրավունք ունի տարեկան 100,000 տոննա հանքաքար արդյունահանել։ Ընկերության տնօրեն Ազատ Վարդանյանի հետ խոսել չհաջողվեց։ Նա կամ անպատասխան էր թողնում զանգերը, կամ լրագրողի ձայնը լսելուն պես անջատում հեռախոսը։ Կները գրակի վրա եմ, ես չեմ կարող խոսամ հիմա։ Օրերս ընկերության ղեկավարությունն աշխատակիցների բողոքին արձագանքելու փոխարեն նրանց հետ հանդիպելուց ևս խուսափեց։ Տարածքում միայն ընկերության անվտանգության աշխատակիցների ավտոմեքենան երևաց։ Բանվորներին տեղափոխող ավտոբուսն էլ շեղեց իր ճանապարհը մասնակիցներին հեռացնելով բողոքի վայրից։ Սպասող գործընկերների կարծիքով ղեկավարությունը նախապես իմացել էր լրագրողների այցի մասին։ Տեղի ունեցավ, որ մեզանից ինչ որ մեկը տեղեկություն ա տվել ղեկավար կազմին ու այս պահին ավտոբուսը մեզանից առևանգեցին, մեր տղեկին էլ հետը։ Հիմա այս է մեր մեքենաներով գնացել են, որ տղեկին բերեն։ Մեր ասացին ժողով են կանչել ընդեղի ժողով, բայց ոչ մի ժողով էլ չկար։ Խապելով ուզում են տանեն նստեցին են Ուրալ, բայց ոչ մեկ չի գնացել նստե Ուրալ։ Բայց բաստեղը մենք չէ որ ավտոբուսը գալիս այստեղ, այս 2 տարի ավտոբուսը ստեից ա գալիս, ստեից ա գնում։ Չգիտեմ, ավտոբուսը ճամփրիսից ձեր դարձերին տարան։ Ղեկավարությունը ոչ միայն աշխատավարձերը վերանայելու հույս չի տվել բողոքողներին, այլև հակահարվածի է գնացել։ Այսօր հանքի աշխատողներից տեղեկացանք, որ պահանջ են ստացել գալ եւ ազատման դիմումներ գրել։
Երեք պարզը բացատրեցի, ասեցի 40 ասել եմ ավելացրեք, մարդիկ բրցանան գործի, ասում են չի լի, եթե 20-ի բրցացնի, ես 20-ի մար չեմ բրցանալ։ Այսինքն ձեր պահանջը գոնե 40,000 դրամ ավելացնել։ 40-ից 50,000 դրամա մեր ուզածը, դա ընդամենը 80 հոգու մեջ 4 միլիոն դրամ բան է կազմում, եթե ամբողջը գումարը մեկ իրար։ Ամսական։ Մինչ մաքուր ոսկին շողշողում է Բակտեկ էկոյի գրասենյակներում, հանքափորները մտադիր են շարունակել պայքարը արժանապատիվ աշխատավարձի համար։